Երկը Flight, երաժշտության հեղինակ Արմեն Լևոն Մանասարյան, խոսքերի հեղինակ Լիլիթ Տերտերյան, տեսահոլովակը շուտով կտեսնեք։ Իսկ ինչա լինելու բացի տեսահոլովակից գուցե ես երգեմ մի համար, բայց դեռ չգիտեմ, գուցե։ Իսկ ինչ ժանրի մեջ եք դուք ներկայանում։ Ես ջազային եւ soul։ Երկու ոճերում եմ։ Վաղուց եք երգում, ձեր մասին կպատմեք։ Վաղուց երգում եմ, ուղղակի դադար եղավ, մոտ 3 տարի բացարձակ չեմ երգել։ Խնդիրներ եղան։ Դրանից հետո եղավ հենց առաջի ձայնագրությունը, որը ջազային էր, իհարկե cover տարբերակ էր, Ella Fitzgerald-ի երգացանկից է։ Դրանից հետո արդեն, քանի որ շատ ուզում եմ ունենալ հեղինակային երգ, այդպես երաժշտության հեղինակի հետ խոսելով, քանի որ երաժշտությունը մոտավոր կար իր մտքին, այսպես միասին փորձեցինք ինչ-որ բան անել, ինքը ստեղծեց երաժշտությունը, խոսքերը, այդպես ծնվեց երգը։ Իսկ ինչ բեմերում եք հանդես գալիս հիմնականում։ Ձեր բեմը արտակը։ Վերջի ելույթը, որ եղավ, դա դեկտեմբեր ամիսն էր, Van Music Awards մրցանակաբաշխություններ, քանի որ երգը եղել էր ամսվա հաղթող, մարտ ամսվա, ես պիտի ստանայի դիպլոմ այդ ամսվա որպես հաղթող, ներկա եղա, երգել եմ առաջինը հենց, վերջի ելույթը եղել է դա, դրանից հետո արդեն զբաղվում էի երգի ու տեսահոլովակի հարցերով էի շատ զբաղվում, դրա համար դրանից հետո դեռ կոնկրետ ինչ-որ ելույթ չեղել, քանի որ այս գործերով էի զբաղված, դրանից հետո արդեն Վաղը տեղի կունենա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, տեղակ եք չէ՞, երևույթ։ Տեղակ եմ լինելու է, բայց չեք մասնակցում։ Ներկա չեք լինելու։ Չէ, երբ որտեվ ինձ հետ չեն կապտվել, երևի չգիտեմ դեռ իմ մասին, դժվար թե ներկա լինեմ։ Գուցե այսօրվանից հետո իմանան հրավիրեն, չգիտեմ։ Ես գիտեմ, որ իրենք են զբաղվում այդ հարցով։ Ակնկալիքներ ունեք նման։ Ասենք մյուս տարի թե չէ, դա չի հետաքրքրում։ Որ ասեմ, այդպես չի հետաքրքրում, սուտ կլինի։ Ուղղակի չեմ կարծում, որ ինչ-որ ջազային բաժին կունենան իրենց մրցանակներում կամ դասական բաժին ունեն ամենայդեպս ռոքը ներկայացված է, ինչի՞ չէ։ Ջազային կա։ Ինձ թվում է, ես վստահ չեմ, բայց ինձ թվում է պիտի բոլոր Միջև հիմա ես ինչքան գիտեմ, ջազային չի եղել։ Չի եղել, հա։ Իսկ ինչի՞ է դա կապված է, որովհետև Հայաստանը հայտնի է որպես ջազային երկիր։ Ջազասեր, համաձայն եմ, բայց իրանք ավելի լինում են փաբերում, կլաբերում, ակումբներում։ Ավելի անդերգրաունդային վիճակները, հա։ Հա, իսկ այդպես ավելի հայտնի նոր երիտասարդները սկսել են ինչ-որ ունենք շատ լավ, ես անձամբ ճանաչում եմ շատ լավ երիտասարդներ, ովքեր ջազ երգում են ու շատ սիրում եմ իրանց, նույնիսկ ընկերակցում եմ, լսում եմ իրենց երգերը, այնպես որ կապ չունի, որ ուղղակի այսօր բոլորս էլ գիտենք ինչքան դժվար է թեկուզ ունենալ մեկ տեսահոլովակ, հայտնվել եթերում, ունենալ մեկ երգ, բոլորս էլ գիտենք, որ շատ դժվար է։ Իսկ ինչ միջոցներով եք նկարահանել այսօրվա տեսահոլովակը, կարող եք պատմել։ Տեսահոլովակը չունեմ պրոդյուսեր։ Այսինքն դուք ձեր անձնական միջոցներով եք նկարահանում։ Բարի։ Անգլերեն է երգը անգլերեն, քանի որ երգը ջազային է, կարող լինի անգլերեն, կարող լինի հայերեն, դեռ չէ, բայց ուզում էի, որ լիներ անգլերեն, ուղղակի ուզում էի, հոգուց է, ու կարծում անգլերեն ավելի լավ է հնչում, այս երգը քան հայերեն, ես այս երգի հայերեն տարբերակ ունեմ խոսքերի, ու ինքը անգլերեն շատ ավելի լավ է հնչում։ Չէ, հետո չգիտենք, բայց երկադրությամբ չկա, այսօր տեսահոլովակը կտեսնեք, տեսահոլովակի մասին, տեսահոլովակը ինքը կոնկրետ սցենարային չունի, ես հենց սկզբից մտածել էի, որ չեմ ուզում ինչ-որ սցենարային տառապյալ դեմքեր, տեսահոլովակում տղան չի կայնում, լավը չի չէ, լավը չի, վերջացավ լավը չի, նայել բան չգնանք, տեսահոլովակում չկան հերոսներ, հերոսի կարգավիճակում ես եմ, այսինքն միայն ես եմ տեսահոլովակում, ընտրել ենք 3 տեսարան, մեկը նկարահանել ենք դրսում, փողոցում, շատ ծառավիճում, մյուսը նկարել ենք ինչ-որ շատ հետաքրքիր հանդած շենք էր,
ինչ-որ հետաքրքիր ուղղակի կադրեր ենք վերցել, իսկ մյուսը արդեն նկարել եք Synth-pop Jazz Club։ Շատ լավ։ Ու նաև թեմատիկայի մասին։ Թեմատիկայի մասին երևի լավ կլինի, որ Լիլիթի հետ խոսենք, ինքը ավելի հստակ ու ավելի լավ հաստատ կպատասխանի։ Ու նաև այսպես ոնց է երկի ապագան պատկերացնում, արդեն կոմերան կլինի, որ հետագայում Հուսով եմ լավ կլինի, դեռ չեմ ուզում եզրակացություններ անել, Աստծո կամոք, թող ամեն ինչ լինի լավ։ Տեսնենք ոնց կլինի, հուսամ լավ կլինի։ շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Գիտեք, մի հատ ֆոտո անենք։ Հա, իհարկե։ Կա պոստեր լինի։ Պոստերը այնտեղ կցրած։ Դա, եկեք բան այս, միտակ ֆոնի վրա այս ձեր բան։ Մենակ ես։ Եթերային մտածեցի, որ կարող եմ դերել երկուսի բանի մասին, որ ինքնին ամեն ինչի մասին։ Այսինքն լսես, հասկանաս, որ դու քիչում ես, ջախնում ես, ինչ-որ բանի, չգիտեմ, մարդկային զգացմունքների հիման վրա է ամեն ինչ ունի։ Գրեցի, վերջում մնացած որոշում ենք, թե ինչ տնենք վերնագիրը, սկզբում չէի կողմնորոշվում, մի քանի տարբերակներ եմ որոշեցի, թող ինի ջախնանք, չի չէ, որտեղ ես կենեց այդպիսին է, հետասեցինք, որ ինք լայթ եմ անհարվում, ամենելով, շատ սիրուն եմ հուչում, որոշեցինք, որ թող ինի լայթ։ Երեկո բոլորին, շնորհակալ եմ շատ, որ գտել եք ժամանակ ու այսօր այստեղ եք, եկել եք։ Տեսահոլովակից առաջ չեմ ուզում շատ երկար խոսել, դիտենք տեսահոլովակը, որից հետո ես կներկայացնեմ բոլոր թիմի անդամներին, ովքեր աշխատել են եթե երկի թե տեսահոլովակի ստեղծման վրա։ Հետո եթե լինեն կարծիքներ, մեծ հաճույքով կլսեմ։ Բարի դիտում։ Երաժշտության հեղինակը Արմեն Լևոն Մանասերյանն է, արի։ Խոսքերի հեղինակը Լիլիթ Տերտերյանը։ Երկի գործիքավորումը և ձայնագրումը արել ենք ST ստուդիայում, հիմա հարգելի պատճառներով իրանք ներկա չեն։ Տեսահոլովակի օպերատորը Գրիշ Ավագյանն է, որ այստեղ է։ Հիմա ամբողջությամբ էստեղ չէ, բայց մի մասը էստեղ է, աշխատել ենք միասին, բոլորով, արդյունքը դուք տեսեք։ Տեսահոլովակում, ովքեր որ նվագել են, հենց դաշնակահար Արմենն է, կոնտրաբասիստը Վահեն, հիմնականում այսքան լսենք։ Այո։ Հա։ Ճիշտ ասած, Արմենը շատ շատ քիչ է նման երկիրը դիմում, որ լսեցի առաջին անգամ Արմենը զվարկեց, շատ չզարմացա, շատ ուրախ եմ, որ նման ստեղծագործողներ ունենք, նման երաժիշտներ ունենք, ու հույս ունեմ երախեք, որ հետագայում չեք փոխվի ու կշարունակեք նույն ոճում, շատ ուրախ եմ, որ նման երկիր է ասեմ, որ խոսքը ասես Նարինե Դովլաթյանը, որը իր հայտնի երգչուհի է ջազ, որը որ Եթե լինեն կարծիքներ, ասում եմ, կլսեմ շատ մեծ հաճույքով։ Կարող եք առանձինել ինձ։ Ականջիս։